Հիմա մենք գտնվում ենք Հապալասների տնկատներում, գիտեք այսօրվա դրությամբ Հապալասը Հայաստանում համարվում է ամենաթանկ հատապտուղը։ Շնորհիվ իր բավականին մեծ ցևի տանունի, շնորհիվ տարբեր վեգետացիայի, այսինքն ունենք նախահաս, միջահաս և ուշահաս տեսակներ, սակայն ես նշեմ երբեմն որոշ բնակլիմայական պայմաններում բավականին խնդիրներ են ունենում։ Հատկապես Արարատյան հատկավայրում, երբ հարաբերական խոնավությունը ցածր է և նաև ջերմությունը բավականին բարձր է, հողերը հիմնականում կավայում են, հետագայում բավականին մեծ ջանքեր են անհրաժեշտ։ Հայաստանում հիմնականում ավելի նպաստավոր են Լոռու մարզի խոնավ տարածաշրջանները։ Հիմա տեսեք, կանաչ գետին գտնվում է 1540 մետր բարձրության վրա, և այս կողմերի գետում բավականին հայտնի է քամիների ուժգնությամբ։ Հետևաբար մենք փորձենք նաև բացատրելով կատարել հատապտուղների կոնկրետ Հապալասի կետը։ Տեսեք, այսօր կան ճյուղեր, որոնք և եթե տեսնում եք ծայրերը արդեն հակահարվել են։ Հիմնականում ոչ թե այնքան ցուրտն է, որովհետև կա սուրտեր, մինչև 15-20 երբեմն 30 աշճան ցրտերին դիմանում են ավելի շատ ուժգին քամիները։ Ինչ ենք անում։ Տեսեք, սկսում են կետել։ Միշտ հիշեք, ծառերի էդման ժամանակ ես նշել եմ, որ հեռացնում ենք այն ճյուղերը, որոնք դեպի թփի մեջ են ընկնում կամ սաղարթի մեջ։ Հատապտուղներն էլ կոնկրետ Հապալասը այդ եղանակով տեսնում եք շատ հաճելի, շատ լավ ճյուղ է, բայց կտրում ենք, քանի որ ինքը գտնվում է մեջտեղ։ Այս մեկը, որ բավականին խանգարելու է հետագայում, երբ որ տերևներ լինեն, մեջտեղ գնացող, և եկեք նայենք, տեսեք, 50 կան փոքրիկ ճյուղեր, տեսեք, կտրում ենք նաև այս 5-ից եկող փոքր ճյուղերը, այս երկու ճյուղին ավելի շատ ծավալման տեսք տալու համար։ Այս էլ եք ծերատում, որովհետև արդեն մենք տեսնում ենք ցրտահարված են։ Տեսեք, այստեղ կան ճյուղեր, որոնք ես պետք է օրենքով հեռացնեմ, մեջ ընկած են, բայց տեսեք, քանի որ նրանք ունեն ծաղկապող ոճներ, այսինքն արդեն պտուղ են տալու, երևի այս տարի կթողնենք և մյուս տարի կհեռացնենք, այսինքն բեքը չվեճացնելու համար։ Տեսեք, այս ճյուղը ամբողջ ճյուղը սևացել է, հետևաբար ցրտահարվել, այս ճյուղը ևս հեռացնում։ Այս ցողունի ծայրերը, կոնկրետ այս ընձյուղի ծայրերը նույնպես ծերատում եմ, որպեսզի փայտացման պրոցեսը աշնանը ավելի լավ ընթանա։ Կտրում եմ նաև այս մի ճյուղը, որը մեջ ընկած է, և իհարկե բոլոր ծայրերի ցրտահարվածները։ Հիմա տեսեք, ահա, այստեղ ճյուղեր կան, ասեցի, որոնք կտրելու են, բայց չեմ կտրում, քանի որ կան ծաղկապող ոճներ։ Այս մի մեջ ընկածը ևս հանենք։ Հիմա ինչ կատարվեց, օդը բավականին թուլացավ, արդեն դեպքում թեպիս այս ճյուղը շատ լավն է, բայց սա ևս հեռացնեմ, քանի որ ճյուղերի հեռացնելը շատ կարևոր է և բացելը սաղարթի ներսը, որպեսզի քամին բավականին կարողանա շարժվել թփի արանքով, որը կնպաստի նաև փոշոտմանը։ Իհարկե, հիմնականում փոշոտվում է միջատների միջոցով, բայց փոշեհատիկի հասունացման դեպքում քամին ևս մեծ դեր է կատարում։ Հիմա տեսեք, այստեղ գտնվում է ճյուղեր, հիշեք, երբեք չեք թափում։ Հապալասը բազմանում է նաև կտրոններով, ահա, մոտավորապես այս չափի կտրոններ եք անում, տեսեք, 1, 2, եթե նույնիսկ մի քիչ կարճ լինի, կարևորը, որ 3-ից ավել աչք լինի, այս ճյուղը ևս 2 մասի եմ բաժանում, և հիմա եկեք տեսեք բավականին ճյուղեր արդեն հեռացվել եմ, և կշարունակեմ հեռացնել, որից հետո կլինի մեր հաջորդ նկարահանումը, այսինքն ես ցույց կտամ ինչպես կտրտել, ինչպես բազմացնել Հապալասը կտրոններով։ Իմիջիայլոց Հապալասը գիտեք արդեն թփային հողեր է սիրում, և նույնիսկ տնտիները մենք հետագայում կտեսնենք այն հողախառնուրդի մեջ, որը ունի թփային բաղադրություն, դա ևս ցույց կտանք։ Այնպես որ եթե ունենաք հարցեր, անպայման գրեք մեկնաբանության դաշտին։